Ողջույն, այսօր որոշել եմ պատրաստել միկադո։ Վերցրել եմ թթվասեր 300 գրամ, այստեղ կավելացնեմ 1 թեյ գթալ սոդա։ Լավ խառնում ենք։ Թթվասերը սենյակային ջերմաստիճանում եմ թողել։ Վերցնում ենք 3 հատ ձու, այստեղ ավելացնում եմ 250 գրամ շաքարավազ և լավ հարում եմ։ Ավելացնում եմ նախորոք հալած կարագ 200 գրամ, թողել եմ սառել է։ Մի փոքր հարում ենք։ Տեսեք, լավ բարձրացել է թթվասերը, ավելացնում ենք։ Մի փոքր էլ հարում ենք։ Ավելացնում եմ ալյուրը 800-ից 850 գրամ է։ Անպայման անցկացնելու ենք մաղով։ Խմորը լավ հունցեցի, տեսեք ինչպիսի էլաստիկ խմոր է ստացվել։ Հիմա բաժանելու եմ 10 հավասար գնդերի։ Ահա, ստացվեց այսպիսի գնդեր։ Ծածկում ենք և մեկ-մեկ հիմա գրտնակելու ենք և թխելու ենք։ Թխելու ենք 200 ջերմաստիճանում մոտ 5-ից 10 րոպե։ Հենց կարմրում է երեսը, հանում ենք։ Տեսեք, լավ բացում ենք, ինչքան հնարավոր է բարակ։ Անպայման յուղաթուղթ ենք դնում տապակի վրա, տեղավորում ենք տապակի վրա։ Թխեցի, վերջացրեցի, տեսեք ինչքան լավ շերտեր են ստացվել, լավ հաստ է ստացվել, դուք կարող եք 2 հատ բարակ պատրաստել։ Ես որոշեցի 1 հատ հաստ պատրաստել խմորեղենը։ Հիմա պատրաստում եմ կրեմը, վերցրել եմ 350 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագ, կավելացնեմ 1 տուփ եփած խտացրած կաթ, 1 տուփ սովորական խտացրած կաթ, 1 թեյ գթալ վանիլին և 1 ճաշի գթալ կակաո, եթե սիրում եք, կարող եք 2 ճաշի գթալ կակաո ավելացնել, եթե սիրում եք մուգ լինի կրեմը։ Եվ ստացվելու է շատ համեղ կրեմ։ Ահա, ստացվեց այսպիսի լավ համեղ կրեմ։ Հիմա հավաքելու ենք մեր տորտը։ Վերջ, կրեմով ամբողջությամբ պատեցի, հավաքեցի շերտերը, վրայից էլ շոկոլադ քերեցի, տեսեք ինչքան լավ են ստացվել շերտերը, բարձրությունը։ Կթողնեմ մի քանի ժամ, լավ կներծծվի կրեմը, այնուհետև կկտրատեմ։ Վերջ, կտրատեցի, անչափ համեղ և շատ գեղեցիկ է ստացվել, դուք էլ փորձեք, բարյախորժակ ցտեսություն։